ակնարկում եք այն, որ Ադրբեջանը օրեր առաջ Ղազախստանից եկող ապրանքների, Հայաստան եկող ապրանքների, իսկ երեք էլ պարզ դարձավ նաև Ռուսաստանից եկող ապրանքների համար, Հայաստան եկող ապրանքների համար վերացրել է տարանցման արգելքները։ Գիտեք, ես այս փաստին բացասական չեմ վերաբերվելու։ Ամեն դեպքում ինքը դրական երևույթ է եւ ամեն դեպքում դա որոշակի դրական էֆեկտ կարող է ունենալ եթե, այստեղ եթեները շատ կարևոր են։ Նախ ես ուզում եմ հստակ արձանագրեմ, որ սա կառուցողական քայլ լինելով հանդերձ Հայաստանի ապաշրջափակում չի ենթադրում։ Թե Ղազախստանից եկող հացահատիկը, թե Ռուսաստանից եկող եւ Հայաստանի համար նախատեսված բեռները Ադրբեջանից միանգամից Հայաստան չեն մտնում, այսինքն սահման չի բացվում։ Եկեք ժողովրդին այս հարցում գոնե մի խաբեք, որպեսզի այս քայլի թե հնարավորությունները հասկանանք, թե ռիսկերը։ Այսինքն ակտաուից հացահատիկ եկել է Բաքու, ընդեղից վրացական երկաթուղով կամ ադրբեջանական երկաթուղով գնացել է վրացական երկաթուղու, այնտեղից նոր եկել է Հայաստան։ Նույնը Ռուսաստանի բեռներն են անում, ախր շատ պարզ տրամաբանություն կա։ Հայ-ադրբեջանական երկաթուղին վնասված է հատկապես հայկական հատվածում եւ ապա սահմանները չեն էլ բացվել, եթե այլ պատճառ չլիներ, էլ քաղաքական պատճառ։ Սահմանները չեն բացվի, դե բեռները Հայաստան չեն գալու ուղիղ Ադրբեջանից, հենց նաև ինֆրաստրուկտուրայի պատճառով։ Սա մեկ։ Փոխարենը Փաշինյանը բացվում է կողմանի։ Հիմա դենք գիտեք այդ Ադրբեջանն ու Թուրքիան հազիվ էլ շահագրգռված լինեն, հիմա Հայաստանի տնտեսությունը աշխուժացնող այդ առաջարկից Փաշինյանի, որտեղ նրանք սպասում են այդ Տրիպի կամ Զանգեզուրի միջանցքի բացմանը։ Դեպի տրանսպորտի նախարարը կրկին Զանգեզուրի միջանցքի դոտ ճանապարհ է իրաց համար լինելու եւ Հայաստանը նույնիսկ մաքսային բոնուսներ կարող է չստանալ, բայց հիմա գամ մյուս հարցին։ Իմ կարծիքով տրանզիտային քաղաքականության վերանայումը Բաքվի ոչ թե Վաշինգտոնյան հռչակագրի կամ Վաշինգտոնյան համաձայնությունների հետևանք են, այլ դրանք հաջորդեցին ըստ իմ պատկերացումների կամ կանխատեսման, հատուկ ինֆորմացիաներ չունեմ, Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովին։ Դա արդյոք հիմնված է վերջիկի հայտարարությանը։ Այո, ըստ երևույթին Պուտինը ինչ-որ առաջարկներ է արել առաջին հերթին Ադրբեջանին, որոնք մի կողմից Ադրբեջանի համար նպաստավոր են եղել կամ այլ հարցում է Ադրբեջանը ինչ-որ բոնուսներ ստացել, մյուս կողմից Ռուսաստանը հնարավորություն է ստացել լոգիստիկայի եւ ենթակառուցվածքների միջոցով իր ազդեցության վերականգնողությամբ քայլեր անել մեր տարածաշրջանում, հատկապես Օվերչուկի երեկվա հայտարարությունից հետո կամ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցից հետո, այս հարցում կարծես թե իմ կասկածները փարատվում են եւ ես գրեթե վստահ եմ, որ իմ կանխատեսումը ճիշտ է։ Ուրեմն սա ֆիքսենք ամեն դեպքում։ Հիմա Ինչ վերաբերվում է, այո, սա հնարավորություններ կարող է Հայաստանի համար ստեղծել, եթե Հայաստանը այս գործընթացի ակտիվ մասնակցություն ունենա եւ փորձի իր համար շահեկան ինչ-որ բաներ ձևակերպել։ Եթե ոչ, սա գործընթաց է, որ էլի սպասարկելու է այլոց շահերը, մենք էլի այլոց բարեհաճության մնանք եւ հիմա էլ տնտեսական առումով կախվածության մեջ ընկնենք։ Հասկանում եք, ինչ-որ բանից պետությունը կարող է օգտվել, չեմ ասում տեղի ունեցածը բացասական է, եթե կենացներ ասելու փոխարեն տեխնոջան աշխատում է այդ պրոյեկտներում իր ակտիվ մասնակցությունը ապահովելու եւ սուբյեկտությունը մեծացնելու ուղղությամբ։ Եթե դա ստորադասում է էյֆորիկ տրամադրություններին ու նախընտրական նպատակներով արվող կենացներին, ապա էլի կոտրած տաշտակի առաջ են կանգնելու։ Կրկնում եմ, տեղի է ունեցել ինչ-որ կառուցողական քայլ, որի շարժառիթներն ու մոտիվները դերևս միջև վերջ բացահայտված չեն։ Ռուսաստանի շահերը ես հասկանում եմ այս արանքում,
Ադրբեջանի շահերն էլ եմ հասկանում, նա մի կողմից կարողանում է միջազգային հանրության մոտ կառուցողական երկրի միշտ ձեռք բերել, մյուս կողմից այս ժեստը հետո կարող է վաճառել Հայաստանի վրա, ասենք թրիփի շահագործման պայմանների հարցում իր համար ավելի բարենպաստ լուծումներ կորզելու նպատակով։ Ուրեմն որպեսզի ռիսկերը կարողանանք կառավարել, կենացների փոխարեն Հայաստանի կառավարությունը շատ ակտիվ է ուղղություններով պետք է աշխատի։